Մենք ձեզ հետ տեսնում ենք, որ համարյա ամեն օր ինչ որ գործեր են հարուցում, տարբեր արցախցիների դեմ, կանդազի դեմ եւ չգիտեմ Վագիֆի պատմությունն եք տեսնում, ես ճիշտ ասած չեմ զարմանում եւ այսպես ասած ես զարմանում եմ, որ ահագին մարդիկ մինչ հիմա զարմանում են եւ ահագին մարդիկ կային, երբ ասում են պետք չի ղարաբաղցիներին քննադատել, Ռոման ջան շատ է քննադատում, իրանք այդքան վատը չեն, իրանք լավն են եւ այլն եւ մենք հիմա տեսնում ենք, չէ, որ իմ բոլոր գրառումները, բոլոր սյուժեները, բոլոր ռիլսերը, որը ես ցույց տվեցի, ինքը համապատասխանում է իրականությանը։ Եվ նորից եմ ուզում կրկնեմ, որ ցավոք սրտի Փաշինյանի շրջապատում մի մասը իրանք չեն հասկանում այդ վտանգը, չեն հասկանում ինչքան է մեծ վտանգը այն մարդկանցից, ում համար դու անում ես, եւ ինքը թքած ունի, ինչքան ես դու իր համար արել։ Եվ ես ասեմ ազնիվ լինեմ, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չի մինչև վերջ հասկանում, որ իր արածը 0 է, այսինքն իրան զեկուցում են իր շրջապատը, Արսեն Թորոսյանը, Արմեն Գրիգորյանը, Մհեր Գրիգարյանը, իր շրջապատը իր զեկուցում է, որ արի օգնեն ղարաբաղցիներին, այո, իրան գնահատում են դա, մեծ մասը գնահատում է, բայց դրանք սխալ ինֆո են իրան տալիս, իրանք չեն գնահատում ու չեն էլ գնահատելու կյանքում, այսինքն սա սուտ ինֆո է։ Այն ծախսերը, որ ինքը անում է, այնքան ամեն մի շաբաթ ես լսում եմ Արսեն Թորոսյանը ասում է, այս նորությունը, այս ձևի էլի կօգնեն ղարաբաղցիներին, այս ձևի, այսինքն Փաշինյանի թիմը մինչ հիմա այսպես ասած ճանապարհով է գնում, օրից օր ավելացնում է օգնությունը, օրից օր ավելի շատ ջերմ է վերաբերվում ղարաբաղցիների դեմ եւ ինչքան ավելի ջերմ է ինքը իր պահում, ինչքան ավելի ջերմ է ինքը վերաբերվում ղարաբաղցիների հանդեպ, ավելի շատ է ինքը տեսնում, հա, կաշառք, այսպես ասած իրանց դեմ աշխատանք եւ տենց էլ լինելու է։ Տեսեք, այո, մեծ վտանգ կա Ռուսաստանից, մեծ վտանգ կա, այսպես ասած, Տաշի Սամոյի աջակիցներից, բայց կարամ ասեմ, որ 90% վտանգը գալիս է ղարաբաղցիներից, Ղարաբաղի չինովնիկներից, գեներալներից, մեծ մասը ղարաբաղցիները իրանք դեմ են վարչապետի դեմ, ինչի, քանի որ վարչապետը ազնիվ է, իսկ Ղարաբաղում կյանքում ազնվություն չի եղել, այսինքն չի եղել ոչ մի ազնվություն, եւ դրա համար иранք դեմ են, հա։ Ульвира, на русском я сделаю попозже эфир про визит Мустафаева. Сейчас у нас на армянском эфир, тема такая просто. Поэтому я буду в 21:30 сделать эфир на русском языке. Իրանք այս 40 օր չեն մնացել մինչև ընտրությունները։ Իրանցից հավատացեք, որ ահագին վատ բաներ է լինելու, ես չեմ ուզում հիմա մանրամասն պատմեմ, բայց հավատացեք, շատ ուժեղ շատ պրովոկացիաներ են անելու, որը հա լինելու է բոլորիս համար վտանգավոր։ Ես ուզում եմ մեր հետևորդներին հիշեցնեմ, հա, հեսա Մարատն էլ գրեց, Մարատի հետ չկարողացանք եթեր անենք բանում, ես ուզում եմ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ կային մարդիկ, ովքեր ասում են, պետք չի քննադատել այդ, չգիտեմ, չինովնիկներին, Ղարաբաղի գեներալներին, քանի որ առանձին մարդիկ են վատը եւ դուք բոլորին խառնում եք մի կուճկայի մեջ, չէ, 90-95%-ը իրանք դեմ են եւ իրանք աշխատում են եւ աշխատելու են վարչապետի դեմ եւ քանի որ գիտեք ինչ, քանի որ վարչապետի թիմի մի մասը իրան вообще հետաքրքիր չի ոչ մի կրիմինալի հետ պայքարը, քանի որ վարչապետի թիմի մի մասը եկել է որպեսզի ինչ որ պաշտոնին նստի եւ իր գրպանը լցնի կամ իրան լավ զգա, ստացվում է որ վարչապետի շրջապատում կան մարդիկ, ովքեր ոչ մի պայքարել չեն տարել այս 8 տարվա ընթացքում Ղարաբաղյան կլանի հետ։ Եվ սա շատ մեծ խնդիր է վարչապետի համար։ Երբ իր թիմի մի մասը չի զգում վտանգը եւ հակառակը իրան ստերա փչում, որը վտանգ այդքան մեծ չի եւ կարանք լինեք հանգիստ եւ այլն։ Դուք երևի հիշում եք, երբ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից ասեց, որ մեր գենշտաբում 50%-ը ղարաբաղցիներ են։ Ես ճիշտ ասած այդ հայտարարությունը երբ լսեցի, ես ինձ վատ զգացի, քանի որ դա վատ հայտարարություն է, քանի որ ովքեր են այդ ղարաբաղցիները, ովքեր եկել են ու աշխատանք են մտել ՊՆ-ում, հա, կան դրանց մեջ շատ առանձին մարդիկ, շատ քիչ, ովքեր ազնիվ սպայ են, ազնիվ կռվել են եւ պաշտպանել են Ղարաբաղը, պահել են իրենց տղամարդու պես, բայց կներեք մեծ մասը այդ մարդկանց դիզերտիր են, այսինքն երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է մեր գենշտաբի 50%-ը ղարաբաղցիներ են, դուք միշտ հիշեք, որ այդ դրանց մեծ մասը ովքեր են։
Այդ են մարդիկ են, ովքեր Հադրութի շրջանում 1 ժամ դա չեն կրվել Ղարաբաղի համար։ Այսինքն ովքեր են այն ղարաբաղցիները, ովքեր եկել են ՊՆ մտել մեր բանակը։ Այդ են ղարաբաղցիներն են, ովքեր 44 օրում չեն զոհվել, չեն վիրավորվել, չեն կրվել իրանց գյուղերի համար մեծամասնությամբ։ Եվ ես իմ ռիլսի մեջ պատմեցի, չէ, որ Հադրութի շրջանում ունենք 42 հատ գյուղ, ни хат бой չեն տվել ոչ մի գյուղի համար, то есть ни одного уличного боя не было. Это вот эти люди. Ինչով ենք մենք ուրախանում։ Ովքեր ուզում են պատերազմ, կներեք, եթե վաղը Աստված ոչ անի, պատերազմ սկսի, այդ 50%-ը ղարաբաղցիների գենշտաբը, իրանք առաջի ժամը, առաջի օրը դավաճանելու են մեզ բոլորին։ Հիմա եկեք անցնենք կարևոր զրույցին, շատ կարևոր զրույցին։ Եկեք հասկանանք, մենք 35 տարի ոնց ենք ելը մեր եղբայրներին, մեր հայրիկներին ուղարկել Ղարաբաղ։ Այսինքն ո՞րն էր այդ ամենակարևոր խոսքը, որը ասում ենք այդ տղամարդկանց, որպեսզի տանեին Ղարաբաղ։ Ո՞րն էր այդ ամենակարևոր խոսքը, հա, որ այդ խոսքի ազդեցության տակ Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Բեկորը բոլորը գնացին Ղարաբաղ, որպեսզի Ղարաբաղը փրկեն եւ Ղարաբաղը պաշտպանեն։ Ասեմ ո՞րն էր այդ բառը։ Ասեմ ախպերություն։ Այսինքն մենք 88 թվականից այս տղամարդկանց ստում էինք Սաղաշխարհով եւ Հայաստանում, որ մենք բոլորս ախպերներ ենք եւ որպես ախպերներ պետք է գնանք մեր ախպերներին փրկենք Ղարաբաղում։ Այսօր ես ձեզ ուզում եմ ապացուցեմ, որ ոչ մի ախպերություն չկա։ Շատ ցավալի փաստերով։ Եթե Ղարաբաղում կար ախպերություն, ես հիմա իմիջիալոց դիմում եմ այն ղարաբաղցիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքներում եւ գյուղերում քննադատում են Փաշինյանին։ Դուք մեզ բոլորին, Բաքվի հայերին, Թիֆլիսի հայերին, Լիբանանի հայերին, ասել եք ախպերություն ա, եկեք փրկեք Ղարաբաղում մեզ ղարաբաղցիներին։ Մենք բոլորս հացը կիսում ենք, մենք բոլորը միասին ենք, այս հողը մերն է, չէ՞, բայց տեսեք, ոչ մի ախպերություն չի եղել 35 տարում։ Փաստերով ամենագլխավոր հերոսներից մեկը եղել է Լեոնիդ Ազգալդյանը։ Կներեք, մինչև 92 թիվը Ղարաբաղի բանակ вообще գոյություն չկար տենց բանակ բառը։ Были отряды, да, добровольческие отряды, разрозненные, да եղել է ջոկատներ, ֆիդայինսկի ջոկատներ, հա, ոչ մի բանակ չի եղել։ Եվ այդ բանակի ստեղծողներից մեկը գլխավոր։ Միջելուց ասեմ, դա չի եղել Վազգեն Սարգսյանը, բոլորս ասում են Վազգեն Սարգսյանը։ Այն Ղարաբաղի բանակի ստեղծողը իսկ մեկից գլխավորը եղել է Լեոնիդ Ազգալդյանը։ Դու հիմա դուք պատկերացրեք, Լեոնիդ Ազգալդյանը եկել է ղարաբաղցիներին փրկի եւ օգնի, քանի որ ղարաբաղցիները ստել են, որ ախպերություն բառը կա։ Լեոնիդ Ազգալդյանը եղել է ոչ թե մենակ այնպես խելոք, ազնիվ մարդ, հերոս, ֆիզիկա եղել, то есть это был физик։ Եվ Լեոնիդ Ազգալդյանին ղարաբաղցիները սպանել են։ Ինչի համար են սպանել։ Քանի որ այդ մարդը եղել է Թիֆլիսի հայ, ինքը չի եղել Ղարաբաղի հայ։ Այսինքն այդ մարդը Թիֆլիսից խելոք, գրագետ, հերոս այդքան արել է ղարաբաղցիների համար, իրանք են իրան սպանել, ոչ թե ադրբեջանցիները։ Իրանք սպանել են դրա համար, որ ինքը Թիֆլիսի հայ է, ինքը ղարաբաղցի չի։ Բայց դա ախպերություն է։ Տեսեք, մեկ հերոսը սենց սպանեցին։ Հետո Բեկորը իսկական հերոս է եղել եւ իրան սպանել են Սամվել Բաբայանի խումբը եւ կոմենդանտը Ստեփանակերտի։ Բոլորը ղարաբաղցիները ասում են, որ Սամվել Բաբայանի ջոկատն է եղել այնտեղ, իրանք են գլուխը կերել եւ կոմենդանտը Ստեփանակերտի այն վաղտվա։ Բեկորը եղել է իսկական հերոս, մինչև 99 թիվը իրան չեն տվել հերոսի կոչումը, այսինքն посмертно ему дали звание героя только в 99 году։ Բայց դուք ասում եք ախպերություն, այս մարդը Բաքվից եկել է ձեզ փրկում է։ Ոնց եք դուք ղարաբաղցիներ սպանում այդ տղուն, հերոս տղուն Աշոտ Ղուլյանին։ Ես ասեմ ինչի են սպանել։ Քանի որ չկա ոչ մի ախպերություն, քանի որ այդ տղան Բաքվի հայ է եղել։ Եվ այո, քանի որ ղարաբաղցիները տեսնում են, որ այդ տղան ավելի խելոք է իրանցից, այդ մարդիկ ժողովուրդը սիրում են Բեկորին, քանի որ ինքը Բաքվի հայ է, այո, եկեք սպանեք այս տղուն։ Ինքը ով է։ Այսինքն ինչ են մտածում Վիտո Բալասանյանը, իսկ ով է ինքը Բաքվի հայ է, որ մեզնից խելոք ունի, մեզնից շատ իրան սիրեն եւ ինքը հա ունենա ավտարիցիտ Ղարաբաղում։ Եկեք այս մարդու գլուխը ուտեն։ Սենց են մտածում ղարաբաղցիները եւ դրա համար սպանեցին Բեկորին, քանի որ ինքը Բաքվի հայ է։ Բայց դա ախպերություն է, հա, դա ախպերություն է, երբ դու այդ մարդուն սպանում ես։ Մենակ դրա համար, որ ինքը ղարաբաղցի չի։ Շարունակում ենք։ Մոնթե Մելքոնյանը։
ով կրվում էր Ղարաբաղցիների հետ, ասում էր, ինչի՞ եք այդ բենզինը գողանում պոստերից։ Ինչ արեցին Մոնթե Մելքոնյանին։ Սպանեցին Ղարաբաղցիների այդ տղուն։ Ինչի համար սպանեցին Մոնթե Մելքոնյանին։ Քանի որ ինքը Ղարաբաղցի չի։ Ինչ ախպերություն։ Այդ Մոնթե Մելքոնյանն էր իմանում, թե Ղարաբաղում կա ախպերություն։ Ինքը եկել է իր ախպերներին փրկի, չէ, իր քույրերին փրկի։ Այսինքն Մոնթե Մելքոնյանի համար ախպերություն բառը եւ հասկացողությունը շատ հզոր էր, շատ ուժեղ էր։ Եվ ինքը իսկապես մտածում էր, թե այդ տղաները գնահատում են ախպերություն բառը, բայց դա սուտ էր։ Գիտեք, Մոնթե Մելքոնյանը արդեն հասկանում էր, որ իրան սպանելու են։ Ինքը տեսնում էր ոնց են վերաբերվում իր հանդեպ, եւ ինքը հասկանում էր, որ իր գլուխը ուտելու են։ Եվ Սեդան իր կինը, դուք տեսած եք, որ Սեդան գովի Վիտալի Բալասանյանին կամ Սամվել Բաբայանին։ Սեդան շատ լավ հասկանում է, որ իրանք սպանել են իրան ամուսնուն։ Բայց դա ախպերություն է, դուք Ազգալդյանին սպանում եք, որ ինքը Թիֆլիսի հայ է, Բեկորին սպանում եք, որ ինքը Բաքվի հայ է, դուք Մոնթեին սպանում եք, քանի որ ինքը Ամերիկայի հայ է։ Իսկական հերոսները եղել են Զինևիչը, Կադրովի վայենն է, հա։ Կներեք, հետ պատերազմը, առաջի պատերազմը ոնց ենք մենք հաղթել։ Եթե ինչ որ միտեղ լավ օպերացիա եղել, դա ով արել։ Դա չի արել Սամվել Բաբայանը կամ էլ Վիտալի Բալասանյանը։ Դա արել է Զինևիչը, որը մեծ դպրոց է անցել, հա, վայենի դպրոց։ Ու դա արել է Իվանյանը։ Եվ կներեք, դուք Իվանյանը կամ Զինևիչը տեսնում եք ինչ որ պաշտոն են ստացել։ Դարել է Իվանյանը կամ Զինևիչը Արցախի բանակի հրամանատարները, դարել են նախարարներ, ոչ։ Տեսեք, Ղարաբաղի կառավարության մեջ մենք 88 թվականից սա Հայաստանով այս մարդկանց Երևանից, Աբովյանից ուղարկել է Ղարաբաղ, ասել եք ախպերություն բառը կա։ Բայց գնացեք ջրով լվացեք ձեր երեսը ու հարց տվեք։ Բայց եթե այդ ախպերության բառի տակ, հասկացողության տակ մենք բոլորին ուղարկեցինք Ղարաբաղ, այդ ո՞նց է ստացվում, որ այդ ախպերները ով եկել են ուրիշ երկրներից բոլորին սպանել են, եւ այդ ախպերները Զինևիչ Իվանյանի նման ոչ մի պաշտոն չեն տվել։ Ո՞նց է ստացվում, որ սաղ նախարարները Ղարաբաղից են եղել, սաղ գենշտաբի նախարարները, մինիստր Աբարոնը, սաղ Ղարաբաղից։ Ո՞նց է ստացվում դա։ Սա շատ կարևոր է բոլորիս համար հասկանալ, որ ոնց են մեզ խաբել 88 թվականից։ Ախպերություն հասկացողության տակ։ Ինչ փաստեր տվեք ուր այդ ախպերությունը։ Եթե ես սխալ եմ, փաստեր ցույց տվեք ուր ախպերությունը։ Ռոբերտ Աբաջյանի մայրիկը, հա, բոլորս ցավակցում ենք, գնացել է։ 52 տարեկան կին է եղել։ Կներեք, 52 տարեկան կինը, это молодая женщина, извините։ Ռոբերտ Աբաջյանի մայրը գնացել է, դուք տեսաք, եղել են մեր կառավարության անդամները, Սուրեն Պապիկյանի թիմը, հետո այդ հարկային բանն է եղել ղեկավարը Էդուարդ Ակոպյանը եւ այլն։ Բա ուր է Լևոն Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը, ուր է Ռոբերտ Քոչարյանը, ուր են Սամբանը, Սերժ Սարգսյանի այդ Հայկ Սարգսյանը, Նարեկ Սարգսյանը, բան Սաշիկի տղերքը, ուր է Վիտալի Բալասանյանի տղան, ուր է այդ Ղարաբաղի այսպես ասած նախկին դատախազները, նախարարները, դուք մեկին տեսել եք։ Ուր են։ Մանարինե Աղաբալյան եղել է Ղարաբաղի մշակույթի նախարարը։ Խիչ ես եկել, Ռոբերտ Աբաջյանի մաման մահացել է, խիչ ես եկել։ Մի հատ շամ վառես, ասես կներեք, էլի։ Մի հատ Ղարաբաղցի պաշտոնյա, մի հատ Ղարաբաղցու պաշտոնյայի տղա։ Տեսեք, Փաշինյանը անվճար, հա, անվճար գումար է տվել, որ անվճար սովորեն Արցախի երեխեքը համալսարաններից։ Սովորում են պետական մեր համալսարանում, Երևանսկի գոսունիվերսիտետ։ Ինչա, դուք գտնում եք, որ Ղարաբաղի երեխեքը ուսանողները չեն կարողացել, մի խումբ կազմեն, գան Ղարաբաղցիների կողմից, հա, ասեն մենք հիշում ենք Ռոբերտ Աբաջյանին, Ռոբերտ Աբաջյանը իրան տրաքացրել է, ու այո, այսօր մայրիկը չկա, մենք եկել ենք հա ցավակցենք։ Չարժեր, մենք չտեսանք մի հատ խումբ Ղարաբաղից, մի հատ նախարար, մի հատ հարուստ երեխա։ Բայց դա ախպերություն է, երբ մի հատ Ղարաբաղցի տղա չի ուզում գնա ցավակցի։ Մենք չենք գնահատում Ռոբերտ Աբաջյանի մայրիկին։ Ու բոլորը պետք է սա ֆիքսեն, պետք է մարդիկ հարցնի իրանց տան։ Այս ձևի է Ղարաբաղը վերաբերվում Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հանդեպ։ Ժողովուրդ, երբ դուք տեսնում եք, որ Ռոբերտ Աբաջյանի հանդեպ եւ իր մայրիկի հանդեպ այս ձևի է վերաբերվում Ղարաբաղի գեներալը, չինովնիկը եւ տղերքը եւ աղջիկերքը, դուք զարմանում եք ինչի են իրանք քննադատում վարչապետին։ Հա? Դուք զարմանում եք։ Ոնց կարան այս մարդիկ գնահատեն, ասում եք, չեն գնահատում Փաշինյանին։ Ոնց կարան այս մարդիկ գնահատեն Փաշինյանին, եթե իրանք չեն գնահատում Ռոբերտ Աբաջյանի мայրիկին։ Ոնց կարող է այդպես բան լինի։ Поэтому не надо удивляться, здесь нечему удивляться.
Ինքը մինչ հիմա Փաշինյանը չի տենում այդ մեծ վտանգը։ Ինքը он не отдает себе отчет полностью, насколько это опасно, ինչքան է դա վտանգավոր։ Եվ ասում եմ ամեն օր նենց վտանգ կա, որ դուք չեք պատկերացնում։ Այդ մարդիկ տաքսիներում խոսում են վարչապետի դեմ, ամեն ձևի բաներ են ասում, իրանք գիտեն թե եթե տաքսիի մեջ այդ մարդու ասեն վարչապետը վատնա, ոչ մի բան չի եղել, այդ մարդը ձայն չի տալու։ Գնալու է Աբովյան Ռազդան, ասի իրոք ամեն ինչ վատ է։ Մարդիկ ինչքան պետք է փթած լինեն, որ էսա դուք կներեք 3 տարի Հայաստանում եք, հարգելի ղարաբաղցիներ։ Ես խոսում եմ 95% ղարաբաղցիների մասին, 5%-ը նորմալ են։ Ես խոսում եմ 95%-ի մասին։ 3 տարի ձեզ կառավարությունը այդքան գումարներ է տալիս։ Դուք ո՞նց եք ռիսկ անում վարչապետի դեմ ընդհանրապես խոսակ։ Ո՞նց։ Ու այն հայաստանցին, ով լսում է Ղարաբաղցուն, այդ Փրեսլենկոտ զրույցները եւ հավատում է, ինքն էլ է տուպոյ։ Բա լավ Հայաստանի Հանրապետության բնակիչ քո հարկերից է վարչապետը գումար տալիս, որ Ղարաբաղցին տուն սարքի, կոմպենսացիա ստանա եւ իր 1000 հարցն է լուծում։ Բժիշկներն, համալսարաններն միլիարդներ է ծախսել եւ ծախսում վարչապետը։ Մեր հարկերից, ժողովուրդ ջան։ Դու երբ լսում ես, երբ առանձին Ղարաբաղցի քեզ խոսում է վարչապետի դեմ, դու հարց չես տալիս, այդ դարմայի հետ, իսկ դու ում գումարներով ես ապրում Հայաստանում, որ դու բերան ես բացում վարչապետի վրա։ Դուք այդ հարցը չեք տալիս, այդ մարդկանց։ Ով քննադատում է վարչապետին, նա վարչապետին չի քննադատում, նա մեզ է քննադատում, քանի որ մենք ենք այդ հարկերը տալիս։ Ես ինքս 2 հատ հարկ եմ տալիս։ Մեկը բանկային համակարգով, հա, ամեն ամիս հարկեր եմ տալիս, իմիջիայլոց շատ լուրջ գումարներ եմ մուծում։ Մյուսն էլ փոքր տուն ունեմ, բարձով տալիս եմ, ամեն ամիս 10% ես տալիս եմ պետությանը։ Իմ հարկերից են ստանում այդ մարդիկ կոմպենսացիան։ Եվ ես որպես այսօր քաղաքացի լսում եմ իր կողմից, հա, քննադատություն վարչապետի դեմ։ Դա վարչապետի դեմ չի քննադատություն, դու ինձ ես քննադատում։ Իմ տված հարկերս, իմ տված գումարս դու չես գնահատում։ Ես ինչի պետքա գովեմ Ղարաբաղցուն, ով ապրում է իմ հաշվին, ես չեմ ապրում, ես Ղարաբաղցի եմ, ես չեմ ապրում ոչ հայաստանցու հաշվին, ոչ ղարաբաղցիների հաշվին։ Ես տուն եմ վաճառել, այդ տոկոսով ապրում եմ եւ նաեւ աշխատում եմ, ապրում եմ։ Ես չեմ ապրում ուրիշի հաշվին, հասկանում եք։ Բայց այն Ղարաբաղցին, ով ապրում է իմ հաշվին, իսկ այսօր այն ղարաբաղցիները, ովքեր ինձ քննադատում են։ Ժողովուրդ մի մոռացեք, դուք ում հաշվին եք ապրում։ Դուք այսօր եկել եք ձեր Ղարաբաղը կորցրել եք, եկել եք ապրում եք իմ հաշվին։ Ես եմ այդ գումարը տալիս ամեն ամիս, որ կառավարությունը քեզ տա։ Ու երբ ինչ-որ առանձին ուռոտ ապրելով Հայաստանում ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի քննադատում է եւ ասում է ինչի է Ռոմանը ինձ քննադատում։ Ինչի եմ ես քեզ քննադատում, քանի որ ես գնացել եմ անձնագիր եմ ստացել ու ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Իսկ դուք մեծամասնությունը մինչ հիմա զզվում եք ստանաք անձնագիր։ Քանի որ ես գնացել եմ 1 տարուկես ես կրվել եմ, որ ինձ տան անձնագիր։ Իսկ ձեզ 1 ամսում տալիս են անձնագիր, դուք չեք ուզում այդ անձնագիրը ստանաք։ Դուք չեք ուզում անձնագիրը ստանաք, որպեսզի ձեր երեխան չի գնա բանակ։ Դուք չեք ուզում անձնագիրը ստանաք, որպեսզի իբր ինչ որ ձեզ ստատուս են տալիս։ Ո՞վ է ձեզ ստատուս տալիս։ Ձեզ ոչ մեկ այս աշխարհում Ղարաբաղցիներին ստատուս չի տալու։ Հիշեք դուք դա։ Գիտեք ինչի՞, քանի որ ձեզ ոչ մեկ չի հանել Ղարաբաղից, դուք եք դուրս եկել։ Ու սաղ աշխարհը դա գիտի, ոչ մեկ չի հանել ձեզ։ Ալիևը ասել է մնացեք, դուք եք դուրս եկեք այնտեղից, ճիշտ է, դուք ասել եք մենք չենք մնում։ Ցավոք սրտի էս է փաստը, դրա համար ձեզ բեժնից ստատուսը ոչ մեկ չի տալու։ Ու ամոթ լինի այն Ղարաբաղցում, որ դու չես ուզում անձնագիրը ստանաս, որպեսզի քո տղադ չգնա բանակ, բայց դու շարունակում ես ստանալ իմ հարկերս, սերտիֆիկատ ես պահանջում։ Հա, սերտիֆիկատ ես պահանջում ու շարունակում ես փորել վարչապետի ոտի տակ։ Ինչա, այդ մարդիկ գիտեն թե սենց լկտի պահվածքը մենք լրելու ենք, այնքան են լկտի։ Ամեն չհատում իրանց, չգիտեմ, էջերում, կեղծ էջերից իմ դեմ են գրում, լուրջ։ Բա 8 տարի իմ դեմ գրում եք, 8 տարի իմ դեմ ստեր եք հորինում։ Այս ոնց է ստացվում, որ Ռոման Բաղդասարյանը շարունակում է գրել, եթերներ անել, ռիլսեր անել, լցված է YouTube-ում, լցված է TikTok-ում, լցված է խմբերում, ոնց է ստացվում։ Այսինքն ժողովուրդը թքած ունի այն ղարաբաղցիների վրա, ովքեր ստեր են հորինում։ Ու իրանք այնքան են թույլ, այնքան են անգրագետ այդ ղարաբաղցիները, ովքեր օրինակ իմ դեմ են գրում։ Մեկ հացտամ, դուք ինչքան եք դուք թույլ ու տուֆտա, որ 8 տարի դուք
մոտավորապես 200 բլոգեր, Telegram-յան ալիք, կայք, գրում եք մի հոգու դեմ, ու ոչ մի բան չի ստացվում։ Պատկերացնում եք 200 человек примерно, блогеров, телеграм-каналов, журналистов, тявкают против меня, Եզրասի ժողովուրդը, չգիտեմ, Ցարուկյանի ժողովուրդը, Ղարաբաղցկի, չգիտեմ, Պլանի մարտիկ, Սամվել Բաբայանի մարտիկ, սա խաչում են ու ոչ մի օգուտ չի կա։ Այսինքն սա ինչի մասն է խոսում, որ սրանց մակարդակը 0 է, 0 ժողովուրդ ջան, սա 0։ Ու այն ղարաբաղցիները, ովքեր քննադատում են Փաշինյանին, դուք ինչ հույս եք պահում, որ ում ականջին նստած եք Աբովյանում, Ռազդանում, գնալու են քվեարկեն, ասեն Քոչարյանն եք ընտրում, հա? Դուք տենց հույս ունեք։ Դե ես ուզում եմ ասեմ բոլոր ղարաբաղցիներին, ովքեր հայաստանցու ականջին նստած ասում են վարչապետը վատն է, ուզում եմ ձեզ վատ լուր ասեմ, որ դուք այդ լուրը իմանաք, էլի։ Ուղղակի երևի դուք այդ լուրը չգիտեք։ Եկեք ես ձեզ ասեմ այդ լուրը։ Ինչքան շատ քննադատեք վարչապետին, չէ՞, այնքան շատ այդ հայաստանցին, հա, մտածում է, որ ինադու ինքը գնալու է եւ վարչապետին ձայն է տալու։ Երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում է, որ Ղարաբաղցին, ով կլիր չունի ոտերի արանքում, թողել է իր Ղարաբաղը եկել աստեղ վերենգել, ու ստեղ ասում է, որ վարչապետն է մեղավոր, որ Ղարաբաղը կորցրել եք։ Ինքը հայաստանցին գիտես ինչ է մտածում։ Ինքը ասում է, լսի, արա 35 տարի մեր գյուղում, մեր քաղաքում մարդ չի մնացել, ուղարկել եք ձեր Ղարաբաղը փրկենք։ Սուկա բլեծ, 35 տարի Հայաստանի կեսը դուք սպանել եք։ Հիմա դու եկել ես 2026 թվականին Երևանում, Աբովյանում, Վարդենիսում ասում ես վարչապետը վատնա մենք Ղարաբաղցի տանձով տղեր եք։ Տանձով տղան Հայաստանում չի կարա լինի։ Տանձով տղան Ղարաբաղում կզոհվեր, եթե ինքը Ղարաբաղցի է։ Հիմա տես այս մարդը եկել է Հայաստանում նստել ու ասում է, չէ, վարչապետ Փաշինյանը վատնա, մենք տանձով տղերք ենք։ Չէ, Հայաստանում ապրող բնակիչը հաստատ իմանում է, որ այն Ղարաբաղցին, ով եկել է փախել Հայաստան, նա փախել է, մեծ մասամբ իրանք փախել են, չեն կրվել, մի վարքյան չեն կրվել, ու ոչ թե չեն կրվել, այլ դաժե այդ զինվորներին թողել են պոստերում, չեն հանել ավտոներով։ Ասել են մեր ավտոն կարող է արյունոտ լինի, չեմ ուզում ավտոն փչացնեմ։ Ու այդ ձևի ագարկան նստած վարչապետին է քննադատում, ու այդ ձևի ագարկեքը նստած ինձ են քննադատում, կամ էլ այդ կանայք, որ ասել են ժողովուրդ, կանայք, Ստեփանակերտի կանայք, եկեք հիվանդանոցում, օգնեք վիրավորներին պահեք։ Այդ ագարկան, այդ կինը, որ հրաժարվել է, չգնացել վերավորին օգնի, եկած Երևանում, եկած Վանաձորում, եկած Գորիսում, վերան բացում ինձ վրա, որ ես իրան քննադատում եմ։ Ասում եմ, ինչի՞ ես ինձ քննադատում, Ղարաբաղցի ես դու, Ռոման ջան, մեզ մի քննադատի։ Լուրջ, ես սկզբից, послушайте, в первую очередь я человек и хочу вас видеть людей. У меня есть вот подписчицы из Карабаха, Жанна, и таких полно, сейчас имя не буду называть. Մեզ ունենք ահագին Ղարաբաղցի, ովքեր ասում են մենք սկզբից մարդ ենք։ Եվ այո, մենք սկզբից պետք է լինենք մարդ, ոչ թե даже հայ, այլ մարդ։ Եթե դու վատ մարդ ես, ես թքած ունեմ դրա վրա, որ դու հայ ես։ Լսում ես։ Եվ ուզում եմ դիմեմ այն Ղարաբաղցիներին, ովքեր աչու ձախ ասում են, ես դու ինչ Ղարաբաղ, դες ինչ ասում, դու ինչ Ղարաբաղցի ես, որ մեզ քննադատում ես։ Լուրջ։ Ես քննադատում եմ բոլորին, Շիրակի մարզնել, Սյունիքի մարզնել, ես չեմ վախենում ոչ մեկին քննադատեմ, բայց լսեք, սկզբից մենք Ղարաբաղցի չենք, մենք վրացի չենք, մենք կիտայես չենք, ռուս չենք, սկզբից մենք պետք է լինենք մարդ, ազնիվ, մարդկային մարդ։ Ինչ է նշանակում մենք Ղարաբաղցի ենք, այսինքն ինչ է Ղարաբաղցին, ինչ է կաշի է, ինչ որ ուրիշ կաշի է, ինչ որ ուրիշ արյուն է, այսինքն ժողովրդի արյունը կարմիր գույն է, իսկ Ղարաբաղցու արյունը, չգիտեմ, կապույտ է, թե կանանչ է, այս ինչ զրույցներ է։ Ու այդ հիվանդ մասան ինձ ասում է Ղարաբաղցիները ասել են, որ ամաչում են, որ դու Ղարաբաղցի ես։ Լուրջ ես եմ ամաչում, որ Ղարաբաղցիների մեծ մասը գնացել են ատամներ են հանել մեռած մարդկանցից։ Ես եմ ամաչում, որ դու գնացել եք հայկական գյուղը թալանել։ Ես չեմ թալանել ոչ հայկական գյուղ, ոչ ատամ եմ հանել, ոչ մարդ եմ սպանել, սուկա, դու ոնց կարաս ինձ տես բաներ ասես։ Ես ձեզնից մեծամասնությամբ ավելի մաքուր եմ, խելոք, աշխատասեր, ես քեզ նման դարմայետ չեմ, որ կոմպենսացիա ստանամ ու հաչեմ վարչապետի վրա։ Ստաց այդ կոմպենսացիան, ստաց, բայց խնդրում եմ գնահատի, եթե դու կոմպենսացիա ես ստանում եւ մեր եղբայրն ես եւ քույրն ես, գնահատի իմ արածս, մեր արածը գնահատի։ Բայց եթե դու ստանում ես մեր կոմպենսացիան, որ մեր մզրա հաչում ես, ты значит неблагодарная тварь։ Սխալ բան եմ ասում, ոչ։ Եվ այսօր 3 տարի այդքան անում է կառավարությունը, էլի դժգոհ են այդ մարդուց։ Իսկ եկեք մենք հարց տանք,
Եկեք մենք հարց տանք։ Մենք 88 թվականին մենք ինչի համար ենք այս կոնֆլիկտը սկսել ադրբեջանցիների հետ։ Մենք ասել ենք, մենք լսել ենք հեքիաթները, որը հորինել են ղարաբաղցիները, որ իբր Ղարաբաղում ադրբեջանցին մեզ նեղացնում է, լուրջ, մենք ապրել ենք 150,000 հայ Ղարաբաղում, այս ձևի։ Ասել են մեզ իբր նեղացնում են եւ մենք քիչանում ենք որպես հայ Ղարաբաղում։ Դա սուտ է, ես ուսումնասիրել եմ թղթերը, լսեք ուշադիր, միջև 88 թիվը 70 տարում հայկական բնակչությունը 5%-ն է պակասել։ Это все есть в документах. За 70 лет армянское население в Карабахе уменьшилось на 5% при азербайджанцах. Սա շատ կարևոր է իմանալ։ Այսինքն հայերը չեն պակասել Ղարաբաղում, 5%-ը ընդամենը։ Տեսեք ինչ է կատարում 88 թվականից հետո։ Սա շատ կարևոր է լսել դրանց համար, ովքեր ասում են Ղարաբաղցիներին պետք չի քննադատել։ Սա այն ինչ հիմա ես ասում եմ, պետքա բոլոր Հայաստանի Հանրապետության բնակիչները շատ ուշադիր լսեն։ Երբ դու լսում ես, որ Ղարաբաղցին ասում է վարչապետը լավ չի վերաբերվում ղարաբաղցիներին, վարչապետ Փաշինյանը պետք է ավելի շատ գումար տա, մեր սերտիֆիկատը շատ քիչ է։ Լսեք ուշադիր, տես ինչ եմ ասում։ Այն ինֆորմացիան, որ ես հիմա տալիս եմ, առաջի անգամ է հնչում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք ձեզ հետ բոլորս գիտենք, չէ՞ ինչ ա եղել Շահումյանի շրջանի հայերի հետ, ինչ ա եղել այդ մարդկանց հետ։ Այդ մարդկանց ադրբեջանցիները եւ ռուս զինվորները հանել են, չէ՞, Շահումյանի շրջանից։ Ինչ ա եղել դրանից հետո։ Այդ մարդիկ բոբիկ, առանց շորեր, առանց ունեցվածք, թողած իրանց տունը, ծառերով, չգիտեմ, անձրևի տակ, եկել են հասել Ստեփանակերտ, զորով։ Իրանց տվել են բան, դպրոց, ասել են դպրոցում պոլի վերապարկեք, քնեք դեղ։ Շահումյանի հայերը, տեսեք, Ղարաբաղից եւ հայերը փախել են պատերազմից հետո, իստերիկայի մեջ ասել են, տարել են իրանց ամենալավ հյուրանոցը, Ծաղկաձորի վարչապետը, ամենալավ Սյունիքի հյուրանոցները։ Մարդիկ Հայաստանի Հանրապետության բնակիչները անվճար իրանց տունը տվել են ղարաբաղցիներին։ Իսկ դուք Հայաստանի բնակիչ, դու տեղյակ ես, որ ղարաբաղցին տարել է շպրտել դպրոցում Շահումյանի հայերին։ Դու գիտես դրա մասին, թե տեղյակ չես դու, բայց դա չի ամենավատ փաստը։ Դա չի ամենավատ փաստը։ Ինչ ա եղել հետո։ Լսեք Ղարաբաղցիներ, այդ որ դուք ասում եք, մենք պետք է ադրբեջանցիների հետ կռվենք, քանի որ մենք պակասում ենք Ղարաբաղում։ Բայց Շահումյանի հայերը ոնց է ծածվել, որ սա հիմա Սոչի են ապրում եւ Մոսկվա։ Եվ այս հարցը պետք է իմ հետևորդներս տան։ Ժողովուրդ, բա ուր են Շահումյանի հայերը։ Դուք այդ հարցը չեք տալիս։ Ուր են այդ հայերը։ Ասեմ ուր են։ Երբ այդ Շահումյանի հայերը եկել են դպրոցում մնացել Ստեփանակերտում, տեղ չի եղել։ Ոչ մեկ իրանց չի տվել իրանց գյուղը, ոչ մեկ չի տվել իր տանկեսը։ Դուք մի հատ Ղարաբաղցի ցույց տվեք, որ ասի ես իմ տան մինցենյակը նվիրել եմ Շահումյանի բնակիչներին։ Չէ, ոչ մեկ իր դուռը չի բացել։ Տեսեք, Շուշին վերցրել է Ղարաբաղյան կլանը։ Ու Շահումյանի հայերը եկել են Սամվել Բաբայանին, այն վաղ Պարքևն ա եղել, Պարքևին, Սամվել Բաբայանին, նարկոման Բակո Սահակյանին, Պորնիկ Ռոբերտ Քոչարյանին, ասել են այդ ադրբեջանցի տունը տվեք մեզ, էլի, մեզ ադրբեջանցիները հանել են Շահումյանի շրջանից, կարանք մենք այդ ադրբեջանցիների տան մեջ ապրենք, որպեսզի չգնանք Ղարաբաղից։ Այդ վաղ Պարքևը, Սամվել Բաբայանը գրել են տների վրա $2000, ժողովուրդ ջան, $2000։ Ասել են ոչ մի տուն Շահումյանի հայերին չենք տալի։ Լսեք ուշադիր ինչ եմ ասում։ Դրանք ովքեր լսում են ղարաբաղցիներին, ովքեր խոսում են կոնկրետ վարչապետի դեմ, երբ հարգելի Հայաստանի Հանրապետության բնակիչ, երբ քո մոտ ինչ-որ պորնիկ ղարաբաղցի խոսում է վարչապետի դեմ, որ վարչապետը սերտիֆիկատը քիչ փող է տալիս, չգիտեմ ինչ եւ այլն, դու ինձ վրա հիմվի, ասել Ռոման Բաղդասարյան ասում է, դուք Շահումյանի հայերին մի հատ սենյակ չեք տվել։ Շամպես պահել եք դպրոցում, ու երբ դուք Շուշին վերցրել եք, դուք ուրիշի տներն եք վերցրել, գնացել եք դուք ադրբեջանցի տուն վերցրել, դուք այդ տունը չես սարքել, այդ տղա ջան, Սամվել Բաբայան, դու ադրբեջանցի տուն չես սարքել Շուշիի շրջանում, Պարքև, դու Աստուծո անունն ես ներկայացնում, ասում ես ես Սուրբ Հայրիկ եմ, դու ով ես արա այդ տանձի գլուխ, որ դու ադրբեջանցու տան վրա գրում ես $2000 ու վաճառում ես, ուզում ես վաճառես քո Ղարաբաղցի հայերի վրա, Շահումյանի հայերի վրա, դու ով ես, եւ այդ մարդիկ Շահումյանի հայերին տուն չտվեցին։ Ասեցին գնացեք $2000 տվեք, որ այդ Շուշիի տունը մենք ձեզ տանք։ Ու Շահումյանի սա հայերը գնացել են Մոսկվա, Սոչի, ասել են սիկտիր մենք չենք ապրելու ձեզ հետ Ղարաբաղ։ Նենց են զզված եղել Ղարաբաղի հայերից։ Փախել են Ռուսաստան։ Ասել են мы не будем жить с такими людьми. Это что такое?
Мы остались без дома, говорит. Мы остались без вещей. Мы не просим у вас построить дома. Это պատրաստ տները տվեք մենք դեղ ապրեք. Что такое? Խչեք դուք շուշեմ դվել, գոնե 5 հատ շենք, ասեք ապրեք ստեղ անվճար։ Սա շատ կարևոր է հասկանալ, շատ։ Ժողովուրդ ջան, եթե ամեն հայ Հայաստանում ապրող հասկանա, ինչքան պորնիկ մարդիկ են դեղ ապրել այդ չինովնիկների եւ գեներալների մեջ, սրանք հայ չեն։ Սրանց արյան մեջ թարախ է, դրանք ովքեր Շահումյանի հայերին վռնդել են Ղարաբաղից, դրանք ինչ իրավունք ունեն вообще վարչապետի դեմ խոսան Հայաստանում։ Բացատրեք։ Ով իրավունք ունի ղարաբաղցիներից խոսի վարչապետի դեմ։ Այն դեպքում, որ դուք Շահումյանի հայերին վռնդել եք Սոչի եւ Մոսկվա։ Բայց դուք այսօր հաճում եք, ասում եք կառավարությունը ձեզ համար քիչ է անում։ Իսկ դուք ինչ եք արել Շահումյանի հայերի համար։ Ինչ եք դուք արել այդ մարդկանց հետ։ Դուք ինքներդ ատում եք բոլոր հայերին։ Բեկորին սպանել եք, քանի որ ինքը Բաքվի հայ է, Ազգալդյանին սպանել եք, քանի որ ինքը Թիֆլիսի հայ է, Մոնթեին սպանել եք, քանի որ ինքը Ամերիկայի հայ է։ Դուք ինչ եք արել։ Մի հատ հարուստ Ղարաբաղցի ա եղել Լևոն Հայրապետյանը, դրանել եք դուք սպանել, վերցրել սա ունեցվածքը։ Ինչ եք դուք արել ուրիշի համար։ 35 տարում մի հատ ցույց տվեք Ղարաբաղցի հայը ինչ ա արել вообще հայ ազգի համար։ Եկեք ազնիվ լինեք, ինչ եք դուք արել։ Մի հատ ասեք, գուցե մենք չենք իմանում ինչ եք դուք արել։ Շարունակենք 9000 Ղարաբաղցի 94 թվից մինչև 2018 թիվը գնացել է հանձնվել որպես բեժենից Ֆրանսիա եւ Գերմանիա։ Ասացեք խնդրեմ, այդ ո՞նց եք մենք уզում, ասում ենք Ադրբեջանի պատճառով մեր բնակիչները քիչանում են, как у нас уменьшаются люди из Азербайджана. Если 9000 армян сдались в качестве беженцев в Германию и Францию, փախել են Ղարաբաղի հայերից։ Սա շատ կարևոր ինֆո է, որը պետք է բոլորը իմանան։ 9000 հայ փախել է Քոչարյանի Սերժի ժամանակ Ղարաբաղից, հայերից ո՞նց է ստացվել։ Եվ հանձնվել են որպես բեժենից Ֆրանսիա եւ Գերմանիա, ո՞նց։ Շարունակում ենք։ Երբ ոչ մի պատերազմ չի եղել, ոչ մի Փաշինյան չի եղել, դեղ եղել է Քոչարյանը, Սերժը, Բակոն, Սամվել Բաբայանը։ Մարդիկ 7-ից հետո չէին կարող դուրս գալ, ասում են մեր աղջիկը եթե սիրուն է, պետքա դուրս չգա տնից։ Քանի որ մեր աղջիկներին, սիրուն աղջիկներին, երբ Սամվել Բաբայանի թիմը, Սասուն Ագաջանյանը տեսնում են, որ սիրուն աղջիկ է, գցում են ավտոն, տանում են, բռնաբարում են, ամուսնուներ սպանում են։ Դա է կատարվում Ղարաբաղում։ Մենք ադրբեջանցիների ժամանակ մենք կարող ենք ման գալ հայաթում եւ ժամի 10-ին, եւ 11-ին, եւ 12-ին, բայց հայերի ժամանակ մենք չենք կարող ման գալ հանգիստ։ Սա է իրականությունը։ Իսկ այսօր Ղարաբաղի կանայք կարան 2-ին էլ ման կան Երևանով, 3-ին այսօր Ղարաբաղի կանայք հանգիստ կարան ման կան Հայաստանով, բայց Ղարաբաղում չէին կարող ման կան։ 7-ից 8-ից հետո մինչև 99 թվականը վախենում էին դուրս գան, потому что իրանց կարան բռնաբարեին, բռնեին ու ոչ մեկ չէր փրկել իրանց։ Բայց ստացվում է մենք բոլորին ստել ենք սա հայ ազգին։ Ասել եք իբր մենք ադրբեջանցիների հետ չենք կարող ապրենք, բայց մենք ադրբեջանցիների համար ժամանակ ավելի լավ եք ապրում, քան թե սրանց ժամանակ։ Շարունակում եք փաստեր ասել, ոնց եք մենք վռնդել հայերին Ղարաբաղից։ Տեսեք, երբ ինչ-որ Ղարաբաղցի քննադատում է վարչապետին, մի հատ հարց տամ ձեզ։ Ամեն տարի 2 անգամ, 2 տարով մեծ խումբ Հայաստանի զինվորներ գալիս են Ծառային Ղարաբաղ, ճիշտ է։ Ճիշտ է։ Մի հատ բացատրեք Հայաստանի Հանրապետության բնակիչներին, մի հատ հարց տվեք Գորիսցիներին, Ղափանցիներին, Ագարակի ժողովրդին, մի հատ հարց տվեք Վարդենիսի ժողովրդին, Քյավարի ժողովրդին։ Այդ ո՞նց է ստացվում, արա 30 տարի Հայաստանի զինվորը 2 տարով գնում էր Ծառայել Ղարաբաղ, եւ մենք ասում ենք դեղ ախպերություն է, մեր սիրուն Ղարաբաղը, մեր ճկնաղ Ղարաբաղը, այդ ճկնաղ Ղարաբաղում ոչ մի Հայաստանի տղախի չի մնացել փսակվի իրակնգա հետ ապրին դեղ, հա։ Այդ ո՞նց է ստացվում, որ սա Հայաստանի տղերքը անիծում են այդ Ղարաբաղը եւ ասում են երբ է վերջանալու այս 2 տարին, որ դուրս գանք ստեղից։ Դա հարց տվեք։ Նրանք ովքեր հավատում են ղարաբաղցիներին, դուք երբ դու տեսնում ես, որ ղարաբաղցի տաքսիստը ականջիդ նստած քննադատում է վարչապետին, դու չես կարող այդ տաքսիստին ասես, ո՞նց է ստացվում, որ ոչ մի զինվոր, Հայաստանի զինվոր, չուզեցավ մնա Ղարաբաղում, փսակվին դեղ եւ իր երեխեքն էլ դեղ ծնվեն։ Հա։ Այդ 2 տարի ծառայում են Ղարաբաղում, դուք ասում եք չկնա Ղարաբաղ։ Կան է կանայք դալբայոպկեք, долбоёбка менак караса, асма Карабах это был рай. Луч? А был рай, почему ни один солдат не захотел жениться и не нарожать там детей, если это был рай? Բացատրեք մի հատ ինձ։
Ման չունեք ասելու, չէ, потому что я прав։ Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ Ղարաբաղից մինչև Փաշինյանի գալը 90,000 հայ պակասել է, այսինքն եղել է 150,000 մարդ Ղարաբաղում 88 թվականին, երբ մենք կռվել ենք ադրբեջանցու հետ։ Դրանից հետո ահագին մարդ է չէ ծնվել, այսինքն պետք է լինի 250,000 հայ։ Բայց в общем 90,000 հայ դուրս է եկել Ղարաբաղից։ Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, Բրազիլիա, Կանադա, չգիտեմ, դուրս են եկել 90 тысяч արմյան։ Ոչ մի Փաշինյան չի եղել դեռ, մինչև 2018 թիվը, եկեք մի հատ հաց տանք։ Այսինքն Քոչարյանի Սերժի ժամանակ ոչ Ալիևա եղել, ոչ պատերազմ եղել, 90,000 հայ փախել են Ղարաբաղից, հա, այդ ո՞նց էին ատում Ղարաբաղը, որ փախել են այնտեղից։ Մало того, что 90,000 փախել է, ոչ մի չէր ուզում Ռուսաստանից կամ Հայաստանից գա, դեղ ապրի։ Միակ մարդիկ Հայաստանից ում տարել են Ղարաբաղ, եղել են բանտ նստած կամ չգիտեմ, առանց տուն մնացած հայաստանցի, հա, ում տարել են լաչին կողել, Կուբատլու Քալբաջար, որ անվճար դեղ ապրեն։ Այդ ձևի մարդիկ են, չէ՞ գնացել դեղ ապրեն։ Անվճար։ Ու այդ մարդիկ 3 տարի վարչապետ անում, ամեն օր մենք լսում ենք Կանդազը ինչ որ Ղարաբաղցու հետ խոսում է եւ ասում է, այո, հունիսի 7-ից հետո Փաշինյանին հանելու ենք, լավ լինելու, բոլորը գործ են ստանալու լուրջ, ինչ որ Ղարաբաղցի հույս ունի, որ վարչապետին հանելու են եւ դուք լավ լինելու ձեզ համար։ Չէ, ախպեր ջան, Փաշինյանը մնալու է, ես դες ասեմ, դուք կարաք ձեր ձվերը քորեք, ժինգյալով հաց ուտեք ու մի հատ թթի արաղնել կողեք ձեր կոկորտի մեջ, բայց Փաշինյանը չի գնալու, հանգիստ կերեք ձեր ժինգյալով հացը, հույս մի պահեք։ Այն Ղարաբաղցիները, ովքեր սպասում են, որ կարան իրանց բամբասանքներով եւ կեղտոտ քայլերով վարչապետին հանեն, դուք մենակ տանձի գլուխ եք ստանալու ձեր ընտանիքների հետ, ոչ թե իրա պարտվելը։ Տանձի գլուխ։ Ու տենց էլ սատկելու են այն մարդիկ, ովքեր դեմ են իրանք տենց էլ չհասկացան, որ Աստված ինչի համար է իրանց պատժել։ Աստված քո գլխին բերել է 44-րդ պատերազմը, քանի որ դու կյանքում չես գնահատել ոչ Թուրքիա արածը, ոչ Հայաստանի արածը։ Հայաստանի երեխոցը դու օգտագործել ես որպես ստրուկ, որպեսզի Բակո Սահակյանի դղյակները սարքես։ Աստված քո գլխին ուղարկել է մեկ օրվա պատերազմը եւ բուակադան, քանի որ դու պատերազմից հետո դու չես ասում շնորհակալ ենք, որ այսքան չգիտեմ մեզ օգնել եք։ Դու սկսել ես քննադատել Հայաստանի Հանրապետությունը։ Ու Աստված քեզ ուղարկեց բուակադան։ Հետո մեկ օրվա պատերազմը։ Բայց դուք բոլորդ ասում եք Աստված կա։ Աստված մեր Ղարաբաղցիների գլխին այսքան ցավ ուղարկեց, ինչի համար։ Մեր քաքերի պատճառով մենք 35 տարի այնքան բաներ ենք արել, որը մեզ չափալախ տվեց ու ճիշտ արեց։ Մարդ պետքա չհաբրգի, մարդ պետքա իրա տեղը իմանա։ Ես 8 տարի պաշտպանում եմ այս կառավարությունը, այս ժողովուրդը, այս պետությունը։ Բայց ես ինձ թույլ չեմ տվել, իմ համս հանեմ։ Ես ինձ թույլ չեմ տվել նագլը ինձ պահեմ, գնամ ասեմ ինձ ավտո տվեք, տուն տվեք, հերոստալիկ տվեք, կայք տվեք, ես չեմ պահել ինձ նագլի։ Ես 8 տարում ինձ թույլ չեմ տվել մոտիկանամ վարչապետին ու ասեմ, կարամ ես ձեզ հետ նկարվեմ, ես ամաչում եմ։ Ես չեմ նկարվում վարչապետի հետ։ Կամ ասում եմ, ես մարդը արդեն զզվել է, սա ես չգիտեմ, ես ամաչում եմ։ Հա, ինձ համար ինքը վարչապետ է, ինձ համար ինքը կուկլա չէ, հա, որ ձգձգեմ, ասեմ, ինձ հետ նկարվեք, պրոստը չեմ ուզում ես այդ իր տարածքը մտնեմ, գտնում եմ, որ դա սխալ է, եւ չեմ նկարում նախարարների հետ։ Ես 8 տարում ժողովուրդ ջան չեմ նկարվել։ Մի հատ նկար ունեմ Տարոն Չախոյանի հետ եւ Արայիկ Հարությունյանի հետ, որ արել եմ միջոցառման ժամանակ։ 8 տարում մի հատ նկար։ Ես թույլ չեմ տվել գնամ ինչ որ նախարարների հետ նկարվեմ, կարամ ամեն օր նկարվեմ։ Ու ասեմ, տեսեք ժողովուրդ, այս նախարարը ինձ հետ ծանոթ է, այս մեկը, չէ, ես դուք նկատել եք, ոչ մի նկար չունեմ։ Ես կյանքում իմ համացանցում նկարներով առաջ չեմ տարել իմ գործս։ Լավ է, վատ է, սխալ է, էմոցիոնալ է, ես իմ եթերներով, իմ ստատուսներով առաջ եմ գնում։ Ու ես թույլ չեմ տվել, գիտեք, իմ հետևորդներս կան միամիտ մարդիկ, ասում են Ռոման ջան, դուք այս մարզպետների համար այսքան սյուժե եք նկարում։ Չես կարող մարզպետին ասես, քեզ մի հատ զիմելնի участок տա փոքր գնով։ Խնդում եմ։ Ակասվեցա Հայաստանում մարդիկ կան, ովքեր ասում են, դուք բա այսքան նկարում եք մարզպետների հետ, չես կարող մարզպետից մի բան փոքես։ Լուրջ ժողովուրդ։ Ես մի ասեղ, ուզում ես հավատա, ուզում ես ոչ։ Ինձ համար մի ասեղ ոչ մի մարզպետից չեմ խնդրել եւ չեմ էլ խնդրելու։ Ոչ մի նախարարից։
8 տարում ես ինչ եմ անում, սյուժեներ եմ նկարում, այդ սյուժեները ես չեմ նկարում իմ մասին, ես նկարում եմ ձեր մասին, ձեր դպրոցների, ձեր մանկապարտեզների, ձեր ճանապարհների։ То есть այդ սյուժեն մենք փող ենք ծախսում, հա, հեսա 8 տարի իմ հետևորդներս օգնում են։ Մենք փող ենք ծախսում, նկարում ենք պետությունը ինչ է արել, մեր հարկերով ինչ են ստեղծել։ То есть этот сюжет не обо мне, а о школе, о садике։ Ու երբ մարդիկ ասում են, Ռոման այսքան նկարում է մեր մասին, ժողովրդի մասին, ժողովուրդ ջան։ Գիտեք, այդ սյուժեները, որը մենք ցույց եք տալիս, ինչքան է դա կարևոր։ Քանի մարդ է վերադարձել Հայաստան, քանի որ օրինակ Ռոման Բաղդասարյանը 8 տարի ցույց է տվել, որ տղա ջան, նայեք հո գյուղում եւ դպրոց են սարքում եւ ճանապարհ եւ ինտերնետ կա։ Եվ մարդիկ նայում են իմ սյուժեները եւ այո, որոշում են կայացնում տեղափոխվեն Հայաստան։ Տենց է աշխատում այդ սյուժեները։ Նույն մարզում ուրիշ գյուղում նայում են, ասում են ոնց, մեր հարևան գյուղում sense բան են կառուցում, մենք դաժե չենք իմացել։ Ու իրան մենք դուխ ենք տալիս, հասկանում ես։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր հարկերով ինչեր են սարքում եւ այն մարդը, ով հարկ է տալիս, ասում է այո, դե ես փողը, որ ես հարկ եմ տալիս, կառավարությունը դպրոց է սարքում, նենց չի, որ իմ փողս տարել եմ շպրտել փոսը, հասկանում եք։ Սա շատ կարեւոր է։ Այնպես որ այո, այդ 8 տարին մենք ինչ նկարում ենք ժողովրդի համար, կառավարության համար, պետության համար։ Ես ինչ չեմ նկարում, ասում, ինչքան ես լավիկն եմ, եկեք մենք գովեք Ռոման Բաղդասարյանին, այդպես բան չկա։ Իսկ այս երկրում ես մի հատ ասեղ 8 տարում չեմ ստացել ինձ համար։ Սա շատ կարևոր է, հա, իմ հացից փողը, իմ տան փողս, իմ թրիչքներս, իմ հյուրանոցներս, եթե ես գնում եմ ուրիշ երկիր, ինձ ոչ մեկ չի տալիս, դա ես եմ անում, ինձ գումար ունեմ, ես աշխատել եմ սա կյանքը ու ապրում եմ իմ փողերով, ժողովուրդ ջան։ Երբ ինձ հետևորդը ասում է, բար տենց մարզպետին ասա էլի մի 20 հատ sense, չգիտեմ ինչ, գեկտար քեզ բան տարած կա, բա 8 տարի օգնում ես այս մարդկանց։ Ում այս մարդկանց։ Ես 8 տարի օգնում եմ մեր հետևորդներին, մեր ժողովրդին։ Ում մարդկանց։ Ես մարզպետին չեմ օգնում, մարզպետն էլ է քաղաքացի։ Առաջինը դուք ոնց եք պատկերացնում, ես մարզպետից խնդրում եմ զիմելնի участок, բայց այդ մարդը կարող է սկրինշոտ անի շպրտի վարչապետին։ Ասի ես լրագրողը, որ քեզ 8 տարի գովում է, եկել է մարզպետից զիմելնի участок ա ուզում։ Ես կյանքում չեմ կարող այդպես բան անեմ։ Դու դաժե եթե սկրինշոտ չանի, չեմ էլ անի, հասկանում եք։ Ես ինչ անում եմ, պետք է լինի ժողովրդի համար եւ այդ գծով ենք մենք շարժվում։ Նորից եմ կրկնում, որ մեզ ունեք 5-7% լավ Ղարաբաղցի, ես հպարտ եմ այդ Ղարաբաղցիներով, սիրում եմ իրանց համար աղոթում եմ, բայց ցավոք սրտի ընտրություններ ա գալիս եւ մենք պետքա տեղյակ լինենք, որ ցավոք սրտի մեծ մասամբ իրանք վարչապետի դեմ են տրամադրված։ Այսօր ես ազնիվ էի, միշտ եմ ազնիվ, չեմ վախենում լինեմ ազնիվ եւ մնալու եմ ազնիվ։ Ձեզ լավ երեկո։